Շատանը տարա էլի, ասենք, մեկ ձայնը ասեք, իրանք հաղորդ են, ասենք, վերևը։ Սենատը զգալի, որ ոչ մեկից խաբար չեն, ինչ է կատարում։ Հենց նես փակվել է հավատը։ Այդ գործարանի պատմության մեջ հենց բան չէ, հենց դեպք որ 23 տարի աշխատում եմ, լեսկան ժամանակ դες բան չէ։ 23 տարվա մեջ առաջին անգամա որ սենց գործարանը Եկել է հարկային էլ եկել, ստուգողներն են եկել, բայց ոչ մի անգամ չի փակվել զավոդը։ ու անորոշության մեջ ենք։ Այ այդ ավարտը։ եկել էին էլի, դրանից մի 10 օր առաջ էին եկել ստուգումներ անում։ Ով է մեղավոր, այդ ժողովուրդը ինչ անում։ Այսինքն մինչև պարոն Ծառուկյանին կալանավորել է, ստուգումներ եղել են։ Հա, ստուգումներ եղել են, մի 6-7 ավտոյով եկել են, ոստիկաններ են եղել, չգիտեմ, մասկե, հա, ֆորմեկով ածը երևի, չգիտեմ։ Չի խանգարը մեր աշխատանքին, աշխատել եկեք ստուգել են, տեսել են ամեն ինչ նորմալ է։ Բաղվելուց 10 օր առաջ եկես ստուգել են։ Բայց հիմա անորոշ Աշխատողությունով Հիմա չենք իմանում։ հատատ աշխատողներին հարց ու փորձով սա արել են, գնացել են։ Հետո թե ինչ խնդիր կտան, այդ ժամանակ եթե խնդիր կար, թող ասեն խնդիր կա, հիմա ենք փակում։ Գնացել են 10 օր հետո օբշի 72 հիմնարկ մի անգամից։ Այդպես բան են անում։ Ստուգումը կամ թող 5 հատը փակեին, ստուգեին, բացեին այն մյուսինգը։ Ոչ թե 7-8000 հոգի աշխատողին անեն գցեին դուս անույս ու ոչ մեկ ոչ մի պատասխան չտա դրա համար։ Ոչ մեկ չգան, ասեն 2 օրից կլինի կամ 5 օրից կլինի, անույս այս ժողովուրդն ինչ անեն։ Եկուս չեմ իսօր իմ մուծման օրն է բանկը, ես որ չմուծեցի, ինձ գցելու է սև սուտակ, 6 հատ ես ամեն բարկում 6 հատ վարկ ունեմ։ Ոնց մուծեմ, կոմունալից վճարման օրերն է, 3 օրից հոսանքը եթե չվճարեմ, ամսու 18-ին հոսանքս անջդվում է, այս շոքին, ոնց ենք ապրում։ Էլ եմ ասում, ես աշխատողների, ընտանիքների, եկամուտների 70%-ը էս է, ստեից է։ Կարող է կողմնակի կողից մեկը մի հատ թոշակ, մի հատ էս բան դրանով մի թեթև, բայց դրանով կարան ապրեն 8 հոգանոց ընտանիք ունեմ ես։ Ախպեր թողան ասեն 10 օրից տնելու է ժողովուրդ ջան, հարցերը կլուծվի, ամեն ինչը կպրծի, 10 օրից կգա գործի, կբացենք։ Թողան ասեն մի ամսից ալնելու։ Գոնե տենանք ինչա մենք մեր գլխի ջարը տենանք։ Ոչ ճակ սպասենք, կարող է 5 օրից լինի, կարող է 3 ամիս հետո լինի։ Հաստատ մի շաբաթ էլ որ չաշխատենք, սաղի վրա ազդելու է։ Հաստատ։ Էլ եմ ասում, մեր աշխատավարձի ստանալու ժամանակներ մենք հիմա պետք է արդեն աշխատավարձի կեսը ստացած լինեինք, չկա։ Ու սաղ այդ աշխատավարձը հատած ցանկացածի մոտ հաշված է, թե այդ աշխատավարձը ինչ ծախսերի համար է նպաստելու։ Ամենակարևորը հոսանքը ամեն ինչն կարևոր։ Հայրիկ դուք ինչ եք աշխատում ընկերությունում։ Ամեն ինչն կարևոր է։ Ինչ ես աշխատում։ 70-75% աշխատողները վարկերի տակ են։ 15-ին 16-ին արդեն կոմունալը պիտի մոչվի, բայց մենք ոչ մի կոպեկ չունենք մոչելու համար։ Մեր աշխատավարձի կեսը ամենաուշը մեր հիմնարկը ամենաուշը 10-11-ին նստեցնում էր։ Ու մենք կարող ենք, մենք արդեն հարմարվել ենք, իսկ հիմա չկա։ Ու հույս էլ չունենք կլինի, թե չլինի։ Եթե հաշվապահությունը փակա, սա համակարգիչները արգրավի վերցե գնացել են, այս մարդիկ ոնց փոխանցեն մեր փողերը։ Էլ եմ ասում, կանխիկ չէ, որ իրանց ջեբից անեն, կանխիկ տան, տեսնեն, հետո ինչ կլինի։ Փոխանցումներով է սա։ Մեկանակ գործանում ինչ գործունեություն եք ծավալում։ Ես փականագործ եմ, Ղարաբաղցի եմ։ Ղարաբաղցիներ շատ կան։ Սաղը սև վարձով ենք ապրում։ Հիմի որ աշխատավարձը չստանաք, սեփական տուն չունեք, բան չունեք, ինչ ենք անելու։ Տանտերին ինչ պատասխան տանք, ուր թե գնանք։ Այդ հարցի մի դրական լուծում տվեք։ Մեզ հետաքրքիր չի իրանց քաղաքական, ազնական հաշիվն են, вообще հետաքրքիր չի։
Բայց փաստացի այդ քաղաքական Դա չգիտեմ։ խնդրի արդյունքում դուք եք Մենք եք դժում, ամեն գործ չունենք դրել։ Եթե քաղաքական չլիներ, այս 8 տարի մեր պարոն Փաշինյանը ղեկավարում էր, թո այդ 8 տարվա մեջ գեր ստուգում աներ։ Հենց չի եկավ այս քաղաքական այս ընտրություններից հետո նոր սկսեցին արդեն սենց համատարած սաղ փագեցին ու ստուգում են անում։ Այդ 8 տարի ժամանակ ունեին, թո հերթով այդ 75-ի հիմնարկի այդ 8 տարում ստուգեին։ Ոչ թե մի անգամից փագին սաղ է ժողովրդին թողին սենց անույթ վիճակի մեջ։ Կարելի է ասած Հայաստանի մասշտաբով ուրիշի նորմալ աշխատատեղ չկա։ Չկա էլ։ Ինչ ան։ Այդքան Հայաստանի աշխատատեղերի եթե ոչ 25-ից 30%-ը մուլտիգրուպին է, դե պատկերացրեք ինչքան ժողովուրդ ու դրանց հետ կապված ինչքան հիմնարկներ կան, որ հնարավոր չէ 70 հիմնարկի հետ ուրիշ հիմնարկներ կապված չլինեն։ Եթե կանգնած է, ուրեմն մնացած սաղներ կանգնելու են։ Ախպեր սաղի հետ էլ կապ ունենա։ Օլիմպիա ավանը ինչի մարեն փագե, ինչ է, այդ պետական այդ մարդը սա։ Ասում են, որ երեխաները մրցույթի պետք է մասնակցեն, փաստացի։ Չկա, ինչ էդի խիեն փագե։ Երկրի պատիվն է, էլի։ Հա, երկրի մար օլիմպիա ավան է սարքե, ինչի մարեն էդի խիեն փագե։ Լավ, մենք ենք արդադրանք տալի, ես ասենք հիմնարկներ կա, էդի ինչ, դրան ինչ օգու, մեր երեխեքն են, մեր սպորտսմեններն են էդում պարապում, որ աշխարհին պատիվը պահեն, էդի խիեն փագե բա։ Դրա համար էլ էսի քաղաքական գործընթացը, ուրիշ ոչ մի բան, հաստատ ոչ մի բան չկա։ Բանվորն է դժում, ուրիշ ոչ մեկ։ Այսօր, հա, այսօր ներկապային մենք ենք դժում։ Ուրիշ բան չկա։ Ասենք բանվորն ինչ մեղավոր։ Աշխատողից մեղավոր։ Բայց որը ուզում ենք իմանանք, որ չենք արժեն, արհեստական գործազուրկ են սարքել, դրա համար փոխհատուցել են, մենք իրոք չենք կարող արդյունը լուծենք։ Մի անգամ չստացենք, գնես, մի տարի գախնես չի գալի։ Փոխհատուցումը նելու է բացակ աշխատող համար։ 15 օր չաշխատենք, չենք կարող մենք ավանց ստանալ։ Ցուցակը հետ որ ասենք սև ցուցակ։ Մեջը չի գնում սև ցուցակ։ Մնացածը կան ձեռներից կվերցնեն։ Տեսությունն արդեն սև ցուցակ կան գնում։ Ինչ ունես էդի կան ձեռից կվերցնեն։ Սև ցուցակ էջը չես ընկնում։ Մի հատ մեքենա ունենք, դա չեն կարող շուտ վաճառենք, գոնե յոլայթան մինչև տենանք երկար։ Մի հատ 5 մեքենա ունենք։ Այսքան ժամանակ ոչ մեկից ոչ մի բան չենք ուզել։ Ոչ ասենք ավել տվեք կամ պակաս տվեք։ Աշխատենք մենք մեր ուժերով, մենք մեր ամեն ինչ արենք։ Հիմա մենք ոչ մի բան չենք պահանջում, ասում ենք մեր զավոդը բացեք։ Մեր աշխատանք է ուզում, ուրիշ ոչ մի։ Ասեք 23 տարի ես այդտեղ աշխատել եմ, հենց այնպես մի օրում փակեն ու թողենք այդ հանգտուն։ Դա ճիշտ չէ, էլի։ Իրա շինարարության օրվանից միջև իմի ես աշխատում եմ։ Ասենք իմ կյանքից կեսը այդտեղ է գնացել։ Ասենք ճիշտ չէ, էլի մի օրում փակեն ու դա ասենք մի քիչ սրտիդ էլ չի նստի, էլի, փակին թողին գնացին, всё։ Այդպես չի treba։ Ես ասում եմ, բանվորը մեղավոր չի։ Բացեք թե բանվոր մարդիկ այդան իրանց գործին, դուք ձեր հարցերը լուծեք։ Ողջան ապեր այսօր չեն կարող պատասխանել, ասեն տղեր չեն գնացեք երկորից Չեն իմանում, որտեղ է փողը տալը քաղաքացիները։ Ինքանեք բարձր թանկ է։ որ մենք հույսով մնանք։ Չի գա, սպասենք։ Չի գալու։ Ինքը չի գալու։ Դիմեք,
քննչական կոմիտեի լրատվական բաժնում։ Այսինքն փաստացի մարդիկ խնդրում են ոստիկանությանը, որ քննչական կոմիտեից որևէ մեկը իջնի եւ իրենց հարցերի պատասխանը տա, ոսկ ձեզ տեղյակ են բայ, որ որևէ մեկը չի իջնել։ Ոչ մեկ տեղյակ չի պահի, ես չգիտեմ իջնելու են։ Չի պատասխանում, օրինակ Աբովյանի քննչական բաժնի պետը իջնի եւ այս քաղաքացիների հարցերի պատասխանը տա։ Ես չգիտեմ, դա իմ խնդիրը չի։ Ես չգիտեմ։ Դուք պետը տեղում եք, դուք տեղյակ Չգիտեմ։ պահել եք։ Տեղյակ չեմ։ Բարձրանանք քննչական իրերի մոտ, այսքանով մտքակեր բացատան գնանք։ Ոստանք ապրենք, գոյատևենք, պիտի գնանք աշխատենք։ Գնացեք դու ներգորի ձեր պատասխանը կտամ։ Չէ, ոչ մի բան։ Քելի թողում են անորոշ վիճակի մեջ։ Չիշնի մենք բարձրանանք խմբով, կոլեկտիվով, ես գտնում եմ երևի տենց հա, գոնե մի պատճառ ասեն, ինչ անենք, մենք խեղճներս, բանվորներս ինչ անենք, անորոշության մեջ։ Հա, մենակ պատասխան ենք ուզում դիմանանք երբ են բացելու, ինչ են անելու, սեզ չիլնի։ Այս շոքին արևին եկել ենք հասստեղ քննչականի պետը չիշնի, բա, այտենց արհամարանքի մեջ ենք, այսքան բանվորներ 70 բանվոր են, եկել ենք հասստեղ ինքը մեզ արհամար, միթե դա է։ Մի կարող եմ մի ուրիշ հիմնարկ։ Հա ուրիշ հիմնարկներ են դեղեր, գիտեմ որտեղ յակ եմ, լավ է, որ ցույցի են հելեն։